Ընդհանրապես այս վարույթի հետ, այստեղ ձեզ այդ դուք ստեղյակ չեք վերջին 4 ամիսներ շիշկավ։ Դուք չեք կարող կողմել լիցենզիայից զրկման գործընթացի հետ այս պայքարը։ Ժորժան հետի գործադի։ Նախարարն ինչ կապ ունի։ Խնդրում եմ թողեք աշխատենք։ Դուք չի կան այսպես վարվել, ժողովուրդից Բայց ինչ եք հարցեր ենք տալիս, ինչ եք։ Բայց աշխատանք սկսեք, ինչն եք խնդրում եք տապալելու։ Դուք չգիտեիք դրա մասին, որ դուք այստեղ լինելու իրավունք չունեիք, կանալ է ձեզ համար։ Ես պնդում չեմ Դուք թիկնապահով եք գալիս հանձնաժողովի նիստի։ Դուք թիկնապահով եք գալիս։ Պարոն Պետրոսյան, դուք շատ լավ գիտեք ում եք խոսում։ Պարոն Օրբելյան, քրիվ գցեցիք էլի։ Իրավունքով եք հիմա այստեղ գտնվում ու այդպիսի արտահայտություններ անում։ Օրենքի շրջանակում ընդհանրապես հեծում կատարվողը հիմնավորեք, որ լրագրողներին անցեք։ Մի նսեմ ասեք այս մեր պետական ինստիտուտները եւ մի նսեմ ասեք այս գործընթացը։ Ով է նսեմացնում։ Խնդրում եմ հնարավորություն։ Բայց կներեք դուք եք շուլանացում եկեղեցում, դուք եք բոլոր բառամթերքներով ձեր թեև է խոսում։ Թողեք որ դուք գան մի հատ թողեք դուք գան։ տեսակ որ ճանաչում եք։ Թիկնապահը գալիս է հանրային ծառայությունների։ Կամ թիկնապահ չեք ինչ եք հերում ինձ ինչ իրավունք ունեք, այո։ Լավ է։ Խնդրում եմ ձեզ իմ տեղահանրեք Պարոն Պետրոսյան, այդուհանդերձ չպատասխանեցիք, գիտեք, ընդամենը պատասխանեք, դուք ինչ իրավունքով եք այստեղ, երբ որ ասում են, որ դուք չպիտի լինեք, պարոն Պետրոսյան։ Դուք իմ ականջին հարցազրույց Այդպիսի բառեր անձնական տարածքից ազատեք։ Անձնական տարածք։ Ճնշում ենք ձեզ, ինչպես որ ձեր ախրանան մեզ է ճնշում։ Դուք ախրանայով ինչու եք գալիս այստեղ։ Ումից եք վախենում։ Կարելի է այդպես վարվել սեփական ժողովրդի հետ։ Թիկնազորով եք շրջում դուք փակ տարածքներում։ Ձեր խնդիրը դուք լուծեցիք, համարեք ագին ստացվեց սադրել, հիմա թողեք աշխատել։ Նորմալ պետություն ունենալն է։ Այդ նորմալ պետության այս ինստիտուտի հետ նման չեն վարվում, նման կերպ խնդրում ազատի իմաստական տարածք։ Չուլան ասում է նորմալ պետության եկեղեցում։ Հարկելիս նախարարին թողեք աշխատել։ Իսկ օրինակ կարելի է չուլան ասել նորմալ պետություն ունեցողներին եկեղեցում, հա? Կարելի է գործարից խլել մի բան, միայն թե ձեզ դուր չի եկել այդ արտահայտությունը կամ դուք վախեցել եք։ Նիստի նախագահը ձեզ մի քանական ոչ արեց։ Վերջացնեք բոլոր տեսակի հարցազրույցները։ Պարոն Մարգարյան, խանգարում եք, մի կողմ շրջվեք։ Պարոն ոստիկաններ, խնդրում եմ, առաջացեք։ Գործեք, պարոն ոստիկաններ, քաշքշեք։ Բարման կարգի հետ, որից հետո կսկսենք բնականոն աշխատել։ Մի րոպե, մի արտականք է, դուք իրավունք չունեք ստեղծել։ Դրամբաց նիստեք և դրամբաց նիստի բոլոր իրավունքներ մասնակցելու այնպես ոնց որ Ազատորենները բոլորը կպած են իրար ներողություն եք գործեք դուք նստեք, եթե հնարավոր կլինի սպասեք վերագրողների հարցը կարգավորեք, հետո ձեր հարցը կկարգավորեք։ Իվիջայլոս դուք ունեք միկրոֆոն, կարող եք չգոռալ, գիտեք։ Ասացող միկրոֆոնը մանկապարտեզ չի, գոռալով ինչ է խոսում մարդկանց։ Կներեք, ինքը պետական պաշտոնյա է։ Հարգելիս, մարդուն սովորեցեք, ոստիկան չեն հրավիրում լրագրողներին կարգի հրավիրելու համար։ Այտենց որ ես երկրում ոստիկանն առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրի։ Բերեք առաջ Աննա ջան, խնդրում եմ նստեք։ Մենք էստեղ պատիտակ աթոռները ազատ Ազատ աթոռներ կա, գնացեք զբաղեցրեք հակերի ներկաներ։ Ստեղ ենք հարցեր տալիս։ Դե դեպքում իջել հերեն թող տարածք բացվի, եթե ձեն չես։ Ուղղակի մոտենալու տեսքով, էլի որ մոտենա։ Հարցեր տվող։
Չէ, բայց ասած ազատ թողեք, ասած ազատ թողեք, Խնդրում եմ լրություն դահլիճում։ Խնդրում եմ լրություն դահլիճում, ուշադրություն։ Այս միկրոֆոնը ձեր հարց տվողի համար է, որ պետք խնդրում եմ այդ բան ազատ։ բա գոռացողներն էլ ասեք, որ միկրոֆոն կա։ Կարող ենք նիստը սկսել, հարգելի գործընկերներ։ Պարոն Պետրոսյան, կարող են սկսել, հանձնարարեք թող սկսեն։ Ես ձեզ Նախագահումա պարոն Մեսրոպյանը մի անկարեք օրինական աշխատանքներ։ Դուք բայց սովորեք, որ պիտի հարցերին պատասխանեք, ոչ թե նեղանալ։ Ձեզ չի սազում նեղանալ, դուք շատ համարձակ եք, ինչի՞ եք նեղանում։ Ուրեմն հարգելի ներկաներ, հարգելի լրագրողներ, հարգելի Նիկոլ Փաշինյանն էլ է գալու։ Խնդրում եմ ուշադիր լսեք, ես բնավ տրամադրված չեմ նիստի ընթացքում որևէ մեկին հեռացնել դահլիճից կարգազանցության կամ նիստի ընթացակարգը խախտելու պատճառաբանությամբ, բայց եթե նիստը սկսելուց հետո կլինեն այդպիսիք, միանշանակ ես իրավասու եմ ինձ տրված նիստերի վարման կարգի համաձայն այդ գործողություններին գնալու։ Բոլորս հասուն մարդիկ ենք, հարցը շատ կարևոր հարց է, զգայուն եւ ծավալուն հարց է, ուրեմն եկեք կենտրոնանանք հարցի բովանդակային քննարկման վրա այսօր եւ ոչ թե աժոտաժ ստեղծելու։ Նիստի ավարտից հետո ես անձամբ դուրս կգամ եւ բրիֆինգ կտամ լրագրողներին եւ կպատասխանեմ հնարավոր բոլոր հարցերին։ Այդ թվում նաեւ բոլոր այն մեր գործընկերները, ովքեր որ նպատակահարմար կգտնեն պատասխանելու լրագրողների հարցերին։ Ընդմիջում չլինելու 2025 թվականի նոյեմբերի 13-ի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նիստի մասնակցում են հանձնաժողովի 5 անդամները, այսինքն քվորում ունեն լիարժեք եւ կարող են անցնել նիստի աշխատանքներին։ Հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց, այն է Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հզորության բաշխման համար 0092 լիցենզիան դադարեցնելու մասին նախագծի քննարկումը։ Օրակարգի վերաբերյալ հարցեր կան, առաջարկություններ ավելի շուտ կան։ Արամ Օրբելյան, Դաշ կապիտալի ներկայացուցիչ ու գործընկերություն միացնի եւ վարման կարգի կապ մի հատ հարց, բացարկի հարց կա եւ այդ բացարկի հարցը կապիտալներ օրակարգ ներկայացվել է բացարկի միջնորդությունը էլեկտրոնային համակարգում գործընկերություն ներկայացնում։ Շնորհակալություն, պարզանալու եմ հաստատում։ Պարոն Մեսրոպյան, այսօր ներկայացել ենք, քանի որ ժամանակը սուղել, այսօր ենք ասել ներկայացել միջնորդություն, բացարկի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի բացարձակների վերաբերյալ միջնորդություն անդամի անդամների մտահոգայք է ոչ բանտացել եմ։ Եթե չէ փոխանցեմ, մեկ մեկական օրինակ փոխանցենք անդամներին։ Փոխանցի։ Ինչ ճոկը գրական։ Խոս անդամներ։ Քանի որ միջնորդությանը վերաբերում է պարոն Մեսրոպյանին, բարձրացնության հարցը պետք է քննեն անդամները, կարող են հարկիչ ներկայացնել միջնորդությունը, նրանց ծավալում է 20 Գներեք ներկայացրեք այո։ Օրակարգը գումենք, լավ եկեք օրակարգը։ Այո, ես գործնական դա ուսում առաջարկել օրակարգը հաստատել, որպեսզի տրամաբանական միջնորդությունը լսել։ Եթե այլ առաջարկություններ չկան,